Սահմանամերձ այս տարածքում դարավերջյան մեր հերոսամարտի վկա հողում անսովոր ուժեղ է զգում, ուժեղ ու հպարտ այս լեռների պես։ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանն է, վերևում դիրքերն են, իսկ սահմանի այն կողմից ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։ Մեր ուղեկիցները 90-ականներին Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի, այսօր Ճամբարակի ոստիկանության նախկին ու ներկա աշխատակիցներն են։ Մարդիկ, որ պահեցին սահմանը, ինչպես իրենք են ասում, մեր հայրենիքի հյուսիս-արևելյան դարպասը, երկիրը պահեցին։ Այստեղ ամեն մի թիզ հողի համար մարտեր են գնացել։ Այս տարածքը մի կողմից Վահան գյուղով, մյուս կողմից լեռներով շրջափակված կյանքի ու մահվան հերոսացման բազում պահերի վկա է եղել։ Այստեղ հողը սրբացել է մեր քաջարի մարտիկների արյամբ։ Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի ողջ անձնակազմն էր սահման պահում, իսկ հետո 15-ից 17 հոգանոց ջոկատ կազմեցին, որի թիվ 1 խնդիրը մարտական գործողություններին մասնակցելն էր։ Ռոբերտ Մարտիրոսյան, Գրիգոր Դալաքյան, Նորիկ Ապրեսյան, Արամ Բրուտյան, Սարգիս Կիրակոսյան, Գուրգեն Բալայան, Գրիգոր Արամյան, Կամո Ավետիսյան, Հակոբ Հովանիսյան, Լյովա Հայրապետյան, Հենրիկ Սարիբեկյան, Ատոմ Կիրակոսյան, Սամվել Խաչատրյան։ Իրենց մասին լռելով, փոխարենը ընկերոջը հերոսացնելով պատմում են, հիշում։ Այն ժամանակ հեռախոս չի եղել, որ ասենք պետք է զանգեն, կանչեն, տես բան չի ելել։ Ավտոմատով պուլեմյոտով ենք տանը քնել, մի հատ կրագոց արդեն վազելով հասել ենք բաժին, 4 կիլոմետր է, Պեկան շալագազ միջև հասնում ես արդեն։ Իսկ այս հուշաքարը 2007-ին են դրել, զոհված տղաների անուններն են հավերժացրել։ Հերոսական օրերի հիշողությունները պահող յուրօրինակ հուշարձան է նաև այս տանկը։ Մեր տանկն է թշնամու կողմից խոցված, հերոսնանք է, ասում են։ Հերոսական գործ արել, իրանց 5 տանկին պահում էր։ Բայց խփվեց, բենա բաշնյան թրցրել են ընդեղ, շատ ուժեղ էին դրանք այս ժամանակ, ամեն զենքել տիրապետում էին ու կային։ Փարքասուս տեղ մարդ չի զոհվել, տանկիստը բանը ողջ են մնացել։ Հետո մեկ առ մեկ հիշում են, ով երբ վիրավորվեց։ Հիշում են իրենց առաջին զոհին, Գրիգոր Ճաղարյանին։ Նաև վիրավորներ ունեցան հերթապահ մասի միլիցիոներ Նորիկ Ապրեսյանը, քրեական հետախուզության պետ Ատոմ Կիրակոսյանը, պահպանության բաժնի պետ Գրիգոր Արամյանը։ Գրիգոր Արամյանը ցույց է տալիս այն վայրը, որտեղ ծանր վիրավորվեց։ 1992 թվականի օգոստոսի վերջերն էր, թշնամին օժանդակ ուժերով համալրված կարողացավ գրավել բարձունքը ու կրակ էր տեղում սահմանի ողջ երկայնքով Վահան գյուղի ուղղությամբ։ Գրիգոր Դալաքյանը այն ժամանակ Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի ավագ օպերլիազորն էր։ Ծանր մարտեր գնացին, զոհեր տվինք, բայց 2 օր հետո Գուրգենդարի Բալթայանի գլխավորության և Յուրի Գրիգորիչ Խաչատուրովի գլխավորությամբ օպերացիա կազմակերպվեց և Աղասի աղբյուր կոչվող տեղ կա ներքևով ձախկոմով հատուկ ջոկատը գնաց, այսինքն ՆԳ բաժնի տղաները։ Ու ամեն տեղ պուլեմյոտնի տոշկեք էին դրել դրանք, դե գիտեք, մոջախետները քերծերում բանում կրված են, դե պուլեմյոտնի տոշկեք էր դրած, որ ուզում էին բան անեն, բայց շատ մեր բախտը բերեց, որ մառախուղ էր։ Ծանր մարտեր շատ էին տեսել, բայց օգոստոսի 31-ինը բախտորոշ էր։ Այդ օրը բարձունքը հետ վերցրին։ Արամ Բրուտյանն այն ժամանակ Կրասնոսելսկի ներքին գործերի բաժնի հերթապահ մասում էր ծառայում։ Մենք որս տեղացիներ էինք, ես Ապրեսյան, Նորիկ, Արամյան, Գրիշը, մենք մեր տարածքը գիտեինք, ասենք, սա զաստավը, ասենք, Վահան գյուղի տարածքը մենք ամեն մի թուփ, քար մենք լավ գիտեինք։ Ոնց որ սենց մութ մառախուղ ա ու սենց զանավես կեն բացվի։ Տեսած աշտա բացվում ու ասենք, ու գիտես ոնց ա, արդեն մի 20 մետրից թուրքը տենում ա, որ դու գալիս ես, դե արդեն գոռաց Երմանի, բայց արդեն չհասցրուց, ու մտանք։ 2-3 մետրի բոյ էր գնում, եթե այդ պահին մտածեիր կխփվեիր, ասենք մտածելու պահ չէր էլի, ազգային հոգի կար, դրա համար էլ մենք պայքարում էինք։ Մեր հողի, մեր ջրի, մեր տան, մեր ընտանիքի համար էինք մենք կռվում, մեր ազգի հիմար էինք անում ու կար էլի զգում էր, որ բոլորն էլ դուխով, դաժե ասենք
Դες բան չկար, որ մեկը վիրավորվեր կամ խփվեր, ընկերը թողեր, այդ ձև հասկացողություն չկար։ Կխփվեր, բայց չէր թողի։ Այդ ձև ալ էր մեր մոտ։ Գուրգեն Բալայանը, որ հիմա սահմանամերձ Վահան գյուղի գյուղապետն է, մինչև 2012 թվականը ծառայել է ոստիկանությունում։ Մենք գիտակցում ենք մեր վրա դրված խնդրի կարևորությունը։ Եթե թշնամին գրավեր այս բարձունքը, ապա մինչև Սևան նրան կանգնեցնելը դժվար կլիներ։ Բանակ չունեինք, ուրեմն պատասխանատվությունը մեր ներքին գործերի բաժնի տղաների վրա էր, ասում է նա։ Մենք հիմա էլ մարտական ենք տրամադրված, թող փորձեն ոտնձգություն կատարել։ Մենք մեր սահմաններն ամուր պահել ու պահելու ենք։ Ու եթե հարկ լինի, մեզ հետ նաև երիտասարդ սերունդը պատրաստ է կրկնել ավագների իրենց հայրերի սխրանքը, ասում է ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Պարքև Խաչիկյանը։ Իսկ Նորիկ Ապրեսյանը, ում մասին ընկերներն ասում են, որ այնքան ճարպիկ էր, որ թշնամին չէր կարող հետևել նրա շարժին, հավաստիացնում է, որ ոչ միայն ինքը, այլև ոստիկանությունում իր գործը շարունակող որդին պատրաստ են հարկ եղած դեպքում սահման պահող զինվոր դառնալ։ Մենք մեր տունն ենք պահել, մեր հողը, դա մեր պարտքն է միշտ, ասում է Սարգիս Կիրակոսյանը։ Նա այն տարիներին Կրասնոսելսկի շրջանի ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր։ Նրա եւ այն ժամանակվա բաժնի պետ Ռոբերտ Մարտիրոսյանի մասին տղաներն ասում են, որպես հրամանատարներ իրենց օրինակով ոգևորում, գոտեպնդում էին մեզ եւ առաջնորդում մարտական բոլոր գործողությունների ժամանակ։ Հետո հպարտությամբ անդրադառնում են 1993-ի մեկ այլ հիշողության։ Մարտական ծառայության էին, երբ նրանց է այցելում այն ժամանակ Սևանի տարածքային ներքին գործերի վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Գովեստի ու շնորհակալության խոսքեր է ասում ու նվիրում Մաքսիմ Գնդացիր։ Հիմա այդ Գնդացիրը որպես մարտական օրերի վկա, որպես հերոսական օրերի հիշողություն պահվում է ոստիկանության ճամբարակի բաժնում։ Հրաժեշտ ենք տալիս ոստիկանության սահմանապահ բաժնի ծառայողներին։ Նրանք անցել են բոլոր փորձություններով, պատերազմ ու ընկերոջ կորստի ցավ են տեսել, վերստին փաստելով, որ մեր ժողովուրդը ամենածանր փորձություններից պատվով դուրս գալու դարավոր փորձ ունի։